Հիմա երբ որ մեղավոր է ճանաչվել Ջալալ Հարությունյանը, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, որովհետև առերևույթ Ջալալ Հարությունյանը ունի կալանքին խոչընդոտող հիվանդություն։ Որ հանրահայտ հանգամանք կա, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ, մի քանի բարդ վիրահատությունների է ենթարկվել եւ վերականգնողական բուժումները մինչև այժմ են շարունակվում։ Այն վնասվածքները, որոնք մատնանշում են պաշտպանները, տվյալ պարագայում մարդը պետք է ունենար հիշողության կորուստներ, չկարողանար կարգին հոդաբաշխ միտք ձևակերպել, նա հոյակապ իր մտքերը ձևակերպում է, լավ հղումներ էր տալիս կանոնադրությանը, անգիր հիշում էր ողջ կանոնադրությունը, ընդհանրապես մտքի խեղումներ, սղումներ, ոչինչ նման երևույթ չի նկատվել, եւ ես քանիցս ճշտել եմ տարբեր բժիշկներից, որ նման խնդիրների պարագայում այդ մարդը չէր կարող ամուսնանալ, ամուսնական կյանքով ապրել եւ երեխա ունենալ։